Երևանի Կապույտ մզկիթում տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության նահատակ առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հիշատակին նվիրված արարողությունը։ Միջոցառման սկզբում ընթերցվեցին հատվածներ Սուրբ Ղուրանից, որից հետո հնչեցին Իրանի եւ Հայաստանի պետական օրհներգերը։ Հիշատակի արարողությանը ներկային հայաստանաբնակ իրանցիներ, դասախոսներ, իրանագետներ, մշակույթի գործիչներ, պարսկերենի ուսուցիչներ, արվեստագետներ, ինչպես նաև իրանական մշակույթով հետաքրքրվող հայ բարեկամներ։ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին իր ելույթում անդրադարձավ Իրանի նահատակ առաջնորդի անհատականության, մարդկային, հոգևոր եւ պատմական հարթություններին։ آیت الله خامنه‌ای صرفاً یک رهبر یا یک سیاستمدار نبود. او نماد یک آرمان مقدس بود. آرمانی که در روح و جان همه ایرانیان ریشه دوانده بود و به یک هدف ملی برای همه آنان تبدیل شده بود و چراغ راهی را برافروخت که الهام بخش تاریخ و نسل‌های آینده خواهد بود. Այնուհետև Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր պարոն Դավիթ Գյուրջինյանը ցավակցություն հայտնելով Իրանի ժողովրդին ընդգծեց, որ իր մասնակցությունն այս արարողությանը բխում է սրտի կանչից եւ խղճի թելադրանքից։ Մեր համալսարանում դասավանդվող 20 օտար լեզուների մեջ կարևոր տեղ ունի նաեւ պարսկերենը, մեր վաղնջական հարևանի եւ բարեկամի Իրանի պետական լեզուն, որով ստեղծված արժեքները մնայուն տեղ ունեն համաշխարհային քաղաքակրթության գանձարանում։ Հայ ժողովուրդը պատմամշակութային բազմադարյա հարաբերություններ ունի եղբայրական Իրանի ժողովրդի հետ։ Մշտապես կարևորել է բարիդրացիությունը, մշակութային համագործակցությունը եւ ժողովուրդների միջև վստահության ամրապնդումը։ Իրանի նահատակ առաջնորդի գիտական եւ գրական հարուստ ժառանգությանը անդրադարձավ նաեւ Իրանի Իսլամական խորհրդարանի հայ համայնքի նախկին падգամավոր պարոն Բաղումյանը, ով իր ելույթում խոսեց նահատակ առաջնորդի մարդկային բարձր արժանինքների մասին։ Այաթոլլահ Խամենեին, որ այսօր Իրանի եւ շրջանի ժողովուրդները եւ կարելի է անվանել նաև համաշխարհային մասշտաբով հրաժեշտ են տալիս եւ հարկանք են մատուցում իր հիշատակին, մեծ հզոր առաջնորդ էր, որը արժեք էր տալիս Իրանի բոլոր քաղաքակրթության ընթացքում ձեռք բերված արժեքներին գուրգուրանքով էր վերաբերվում պարսկերեն լեզվին, գրականությանը, երաժշտությանը։ Այնուհետև Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Վարդան Ոսկանյանն իր խոսքում նշեց, որ Իրանի նահատակ առաջնորդի անհատականությունը իր մեջ բովանդակում եւ համադրում էր գիտական միտքը, մշակութային խորությունը, հոգեվոր արժեքներն ու քաղաքական հեռատեսությունը։ Նրա անհատականությունը շատ նման է քաղաքակրթական եւ մշակութային Իրանի, որը դուրս է գալիս քաղաքական եւ վարչական Իրանի սահմաններից եւ նրա ապացույցն է այսօր նրա հարաժեշտի եւ հուղարկավորության արարողության ընթացքում աշխարհի տարբեր երկրներում բազմամիլիոնանոց մասնակցությունը։ Իր հերթին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդը նշեց, որ այս արարողությունը հնարավորություն է վերահաստատելու հավատարմությունը անկախության, արդարության, մարդկային արժանապատվության եւ խաղաղության գաղափարներին։ این علامت مشت گره کرده یه علامت مشت گره کرده نماد اختلاف شجاعت است. همونطوری که رهبر شهید ما در این حالت شهید شد، ما هم میخوام در این حالت همین ما دست رو بیاریم بالا. قدس ایران، قدس هایستان، قدس ایران، زنده باد ایران، قدس ایران، قدس هایستان، قدس ایران. قدس ایران
ایران گتسه ایران زنده باد ایران زنده باد ایران گتسه ایران گتسه هایستان